ինչը պետք է կարևորեն ձեր մասնագիտական տեսանկյունից։ Պետք է երեխայի հետ խոսել, պետք է երեխայի հետ շատ ժամանակ անցկացնել, պետք է երեխայի հետ այնպես խոսել, որ երեխան տեսնի ձեզ, պետք է ձեր դեմքը, պետք է երեխայի հետ խաղալ, որտեղ խաղը ինքը զարգացման ամենակարևոր միջոցն է։ Պետք է խոսել հանգիստ, արտահայտիչ, մեղեդային, ինտոնացիաներով լի, ճիշտ, եւ իհարկե, եթե մենք զգում ենք, որ երեխայի խոսքը այնուամենայնիվ ուշանում է, անպայման դիմել մասնագետի, այդտեղ ոչ մի ամոթ բան չկա, շատ ավելի լավ է մենք գնանք լոգոպեդի մոտ, հա, եւ թող լոգոպեդը մեզ ասի, որ խնդիր դեռ չկա, ամեն ինչ նորմայում է, քան մենք նստենք ու մտածենք ու սպասենք մինչեւ 4-5 տարեկանը, երբ որ արդեն երեխան պետք է ունենա ֆրազային խոսք, իսկ ինքը դեռ բառեր չի ասում։ Չի լինում այդպես, դա շատ, չգիտեմ ինչ հրաշքի տարբերակներ են, երբ որ երեխան հանկարծ 6 տարեկանով եւ միանգամից խոսեց։ Այդպիսի բաներ չեն լինում։ Խոսքը ինքը տարիների ընթացքում է ձևավորվում, զարգանում եւ պետք չէ այդ ամենաբարենպաստ ժամանակը ուրեմն կորցնել։ Դիմեք լոգոպեդի։